Վերջին շրջանում մեր բոլոր դասերը այս կամ այն ձևով նվիրված են հավատի թեմային։ Եվ ինչու, հավատը մշտապես, սկզբից մինչև վերջ, մնում է ամենաառանցքային թեման, բոլորի համար, անկախ դրանից մարդիկ հասկանում են դա թե չեն հասկանում, ձգտում են զարգացմանը թե չեն ձգտում, ընդհանրապես մտածում են հոգևորի մասին, թե իսպառ չեն էլ հիշում, այնուամենայնիվ, բոլորի համար մշտապես առանցքում մնում է հավատը։ Եվ մենք տարբեր դասերի, տարբեր տեսանկյունից փորձում ենք քննարկել, դիտարկել, ներկայացնել հավատի բուն էությունը, իսկ այսօր կփորձենք դիտարկել, թե ինչ էր փոխանցում մեծն անգերազանցելի Գուրու Ռինպոչեն։ Պատմասամ խավան, որի մասին անընդմեջ տարբեր դասերի ընթացքում հիշատակում ենք։ Եվ այդպես ընթերցենք Գուրու Ռինպոչեի փոխանցումը, որ ինքն անում էր իր կնոջը մեծն դակինի Յեշեցոգելին, եւ այդ տեքստերից տարբեր հատվածներ կան, որ տարբեր բաների համար կիրառելի են, այսօր կփորձենք փոքրիկ հատված ներկայացնել հենց հավատի մասին։ Եվ այդպես նաև ասաց Գուրու Ռինպոչեն. «Ցոգյալ, սանսարիկ գոյից ազատվելու համար պետք է ունենալ ամուր հավատ ազատության ուղու հանդեպ։ Հավատն ինքն իրենով չի առաջանում, այլ պատճառներից ու հետևանքներից։ Հավատն առաջանում է, երբ հիշում ես պատճառների հետ ու հետևանքների մասին։ Հավատն առաջանում է, երբ կարդում ես խորքային սուտրաներն ու տանտրաները։ Հավատն առաջանում է, երբ շրջապատված ես հավատացյալ մարդկանցով։ Հավատն առաջանում է, երբ հետևում ես ուսուցչին։ Հավատն առաջանում է, երբ մեծ վիշտ ես ապրում։ Հավատն առաջանում է, երբ հատուկ սրբավայրում նվիրաբերումներ ես անում։ Հավատն առաջանում է, երբ տեսնում ես վեհ վարք։ Հավատն առաջանում է, երբ լսում ես ավանդության ուսուցիչների կենսագրությունները։ Հավատն առաջանում է, երբ լսում ես իրականացման վաջրային երգերը։ Հավատն առաջանում է, երբ դիտարկում ես շնչող էակների տառապանքը։ Հավատն առաջանում է, երբ խորհում ես սանսարիկ գոյության տառապանքների մասին։ Հավատն առաջանում է, երբ կարդում ես քեզ հոգեհարազատ սուրբ տեքստերը։ Հավատն առաջանում է, երբ տեսնում ես վեհ մարդկանց արժանինքները։ Հավատն առաջանում է, երբ ստանում ես ուսուցչի օրհնությունը։ Հավատն առաջանում է, երբ կուտակում ես հատուկ երախտիկներ։ Իմ խորհուրդն է, երբեք մի հեռացիր հավատն առաջացող պատճառներից։ Նաև ասաց Գուրու Ռինպոչեն. «Ցոգյալ, եթե սրտում կա հավատ, այն պետք է փայփայել, իսկ եթե չկա, պետք է առաջացնել։ Չունենալ հավատ նույն է, ինչ փորձել դարձնել ածուխը սպիտակ, ազատման ուղու բարիքը փակ է։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել գանձ օվկիանոսի հատակին, ընկղմված ես սանսարիկ գոյության մեջ։ Չունենալ հավատ նույնն է, ինչ նավարկել առանց թիակների, երբեք չես հատի ծովը։ Չունենալ հավատ նույնն է, ինչ ցանել սերմեր չորացած հողի մեջ, ոչ մի առաքինություն ամուր չի մնա։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել ցորենի այրված հատիկ, արթնանալու ծիլ չի տա։ Չունենալ հավատ նույնն է, ինչ երթևեկել վտանգավոր ճամփաներով առանց ուղեկցի, չես հաղթահարի թշնամի կլեշաներ։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել բանտի մեջ հայտնված թափառական, չես խուսափի ստորի ծնունդներից։ Չունենալ հավատ նույնն է, ինչ անձեռ փորձել մագլցել բարձր սարի վրա, կընկնես վեց աշխարհների մեջ։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել որսորդի կողմից բռնված եղջերու, քեզ կոչնչացնի մահվան տիրակալը։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել տաճարին նայող կույր, չես տեսնում գիտելիքի առարկան։ Չունենալ հավատ նույնն է, ինչ լինել ոսկուց կղզու վրա հայտնված մտավոր հետամնաց, չես հասկանա ինչ ես գտել։ Առանց հավատի հնարավոր չէ հասնել ազատմանը։ Ինչպես սովորեցնում են տանտրաները, բուդդաների 10 աշխարհների մեջ արկա փոքրագույն տարրերի քանակով շնչող էակներին ծառայելու համեմատ Մահայանայի ուսմունքի հանդեպ հավատն էլ ավելի մեծ երախտիկ է։ Ահա այս
Հատվածները փոքր հատվածներ մեծագույն տեքստերից եւ նորից ու նորից հավատը ամեն ինչի առանցքում է։ Փորձեք առաջացնել ձեր սրտերում հավատի ծիլեր։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մարդիկ որևէ բան չեն հասկանում, ապա պատճառը միայն իրենց մեջ է։